սենց շատ հարաբերական, հա, այսպես զուգահեռներ կարող եմ անցկացնել եւ լավ, եւ մտահոգ, եւ անտրամադիր մեկ հաճախ, բայց ընդհանրապես ավելացել է նաեւ քո որդու ծառայությունը բանակում։ Ես գիտեմ, որ քո որդին, շատերը գիտեն դու դեռ ջահել, մատղաշ աղջիկ ես, ճիշտ է, այո, բայց մեր Ալլայի որդին մեր ազգային բանակում է ծառայում, հայոց բանակում է ծառայում, ո՞նց է ծառայությունը ընթանում։ Նորմալ, այո։ Այսինքն ամեն ինչ խաղաղ է Փառք Աստծո, դե թշնամու կողմից Փառք Աստծո կրակոցներ չունենք, դրա մասին իշխանությունը մեզ անդադ պարտադրում է, որ ուտենք այդ խայծը եւ այլն, բայց տա Աստված բանակը ներսում նաեւ խաղաղ լինի եւ ծառայություն խաղաղ մեր բոլոր դայներին, մեր եղբայրներին, զավակներին, մեր բալաներին։ Իսկ ո՞նց են ընթանում քո գործերը, Ալլա ջան։ Մենք քեզ տեսնում ենք ստեղծագործական մեր բնական միջավայրում ենք քեզ հաճախ տեսնում, ես քեզ տեսնում եմ որպես հարևանուհի քո բնական վիճակում եւ քեզ տեսնում ենք մեր պայքարի բնական վիճակում շատ հաճախ։ Իդեպ Ալլան, եթե չգիտեք, հարգելիներս ասեմ, որ Ալլան Լևոնյան, իր ընտանիքը, ընկերները Սյուզաննա Մարգարյան, Սամվելը Գրիգորյան, շատերը Ստանիսլավսկու դերասաններից մեր փառավոր ընկերները Հրանտը Թոխացյան, Սահակյանցը, Ամալյան Դավիթը, շատերի անունը կարող եմ տալ, այս որակով մարդիկ միշտ մեզ հետ են եղել պայքարի օրերին ու ցանկացած ժամի ընտանիքով, նույնիսկ համերգից վազել են, մի հատ մեզ հետ իրանց պարտքը կատարել են ու կարողացել են ամեն ինչի մեջ տեղավորվել, ինչի համար ես քեզ շատ շնորհակալ եմ, Ալլա ջան։ Ես քեզ ուղղակի շնորհակալ եմ, որ շատերի նման այդ փոքրիկ վախերն ու կաշկանդվածությունը չունես։ Ու նաև Սերոյին եմ շնորհակալ քո ամուսնուն, որ քեզ շատ լավ հասկանում է եւ միշտ քաջալերում է ցանկացած դաշտում։ Այո։ Ես եմ ուզում ձեզ իրականում շնորհակալություն հայտնել, որտեվ սա չլինի էլի դու ինձ ասացիր, ես քեզ իսկապես այն գործը, որ դուք եք անում, երեխեք ջան, անկեղծաբար շնորհակալություն, որովհետեւ եթե դա էլ չլինի, ամբողջովին մենակ կմնանք։ Ես նաև ուզում եմ այստեղ անպայման արձանագրեմ, որ այն մեր շնորհաշատ արտիստները, դերասանները, երգիչները, այն մարդկանց ցանկը, որ նշեցիր եւ իհարկե Ռազմիկ Ամյան, այո, իհարկե բազում չեն, Ալլա ջան, ձեր նման արվեստագետները, մշակութային գործիչները ցավոք բազում չեն, բայց ես նաև գիտեմ, թե այն մարդիկ, ովքեր որ այդ հայրենիքի, իրենց երկրի ցավով ապրող, այդ ամեն բջիջով իրենց հայրենիքի խնդիրները զգացող մարդիկ, այսօրվա իրականության մեջ նաև ինչպիսի հալածանքների, ինչպիսի ճնշումների են ենթարկվում։ Ես գիտեմ, որ դա այդպես է, իրենք իհարկե երբեք դրա մասին չեն խոսի, ես գիտեմ Ալլան էլ չի ասելու, որտեվ ինքը գիտի, որ դա իր հոգու սրտի պարտքն է եւ ինքն այլ կերպ չէր կարող։ Ես գիտեմ, դժվար էր ինչի միջով որ ես իմ ընկերների Ես գիտեմ, դրա համար եմ արձանագրում դա։ Հա, ցավալի է շատ, երբ որ կարող է հայրենակիցդ անիծել, հայհոյել։ Այո։ Եվ ինչն է հետաքրքիր, հա, այդ սոցցանցերը վերջն է։ Ասենք ուզում ես հազվադեպ եմ նայում կոմենտներ այսպես ասած։ Իրական մարդիկ, Ալլա։ Հա, նայում եմ մեծահասակ կին է 65-ից 70 տարեկան թողնիկի հետ տարիքային սեգմենտն է, գիտես, չէ։ Եկեղեցու ֆոնին նկարված, բայց այն անեցք միայն ինչ չէ, ընդհանրապես երբ որ հանդիպում եմ, ասում եմ, տեսնեմ ով է էլի։ Լավ ոնց կարաս էլի, տիկին ջան, մորքուր ջան, ասենք ոնց հասանք մենք այս մակարդակի էլի։ Ու ինչի համար, ու չգիտես որ այդ անեցքը ցած անեմ, այդ անեցքը բումերանգ է, պատտվում է, գալիս է, քեզ էլ չգա։ Այն սիրուն թորնիկի տա գալու կպնի։ Լավ այդքան չարություն, հոգումդ ինչքան կեղտ պիտի ունենաս։ Հոգումդ ինչքան կեղտ ունի, մարդը կարող է իր եկեղեցին պաշտպանելու համար։ Հայ մայրը, հայ կինը ինձ համար եղել է մեր գրողների կամ կոմիտասյան երգերի մեջ պատկերված կինը, աղջիկը, մայրը, այն որ բարեպաշտություն, վեհություն, խելացիություն, այն որ մայրեր, խնդրեմ, նայ մայրերի մասին